Ազատություն ռադիոկայան, խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Խաչատրյան, ես կցանկանայի դուք արձագանքեիք ԱԱԾ-ի միջոցով պատարակների ընթացքում պատարակի տեքստը ցենզուրայի ենթարկելու, զեղչելու, կրճատելու եւ այնտեղից Գարեգին երկրորդի անունը հանելու այս երևույթին, ինչպես տեսանք, Փաշինյանը հաստատեց, որ ԱԱԾ-ն նույնպես զբաղվում է այս հարցով, ինչպես է սա գնահատում եւ Փաշինյանը տեղեկացրեց, որ փաստորեն Կիրակի օրը 7 վերքում է մասնակցելու պատարակի, սա նշանակում է, որ արդեն իսկ գտնվել է մի քահանա, ով պատարակի ընթացքում կզեղչի Գարեգին երկրորդի անունը, չեք կարծում, որ այս կերպ հարվածի տակ են դրվում տարբեր քահանաներ, որոնք հետո արդեն նաև քննադատության թիրախում են հայտնվում իրենց այս քայլի համար եւ մի հարց էլ Փաշինյանը նշեց, որ փաստորեն ուզում է ունենալ մի կաթողիկոս, որը ոչ թե կենթարկվի իրեն, այլ որ չի ենթարկվի օտարերկրյա գեներալի, մայորի, լեյտենանտի եւ այլն։ Սա քանի որ շատ լուրջ մեղադրանք է, ճիշտ չէ, որ եթե իսկապես այդպիսի փաստեր կան, քրեական գործ հարուցվի, հետաքննություն արվի, հատկապես որ ինքը նշում է, որ արդեն ամեն ինչ բացահայտված է։ Եվ որպեսզի հանրությունն էլ հասկանա, թե որքանով է դա իրականությանը համապատասխանում։ Շնորհակալություն։ Շատ բազմակողմանի հարց տվեցիք, փորձեմ պատասխանել։ 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում իր կառավարության 100 օրվա միջոցառմանը, որին իդեպ մասնակցում էին բացառապես ԿՊԱ-ական նախարարները, օրինակ մեր Գրիգորյանը չկար, Արսեն Թորոսյանը չկար, դաշնակցական եւ ԲՀԿ-ականները չկան։ Ինքը հայտարարեց մարտի 1-ի գործը սկզբունքորեն ամբողջովին բացահայտված։ Դատախազը մինչև այսօր որևէ հայտարարություն չի անում, թե մարտի 1-ի գործը բացահայտված։ Ասեց, հետո ասեց։ Իրականում քրեական գործ չկա, ինչ որ դուք եք ասում տրամաբանականը։ Եթե մեկին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, պետքա գործ բացվի։ Նման գործ չկա, մենք բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել։ Որևէ կուսակցությունների, զինվորականների նկատմամբ նման գործեր կան, թե չէ։ Հիմա էլ կաթողիկոսին, այսինքն դու մարդուն մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրեական գործ պետքա բացվի։ Կամ եթե եկեղեցականներին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրեական գործ պետքա բացվի այդ հատկանիշով է։ Ոչ թե ջեբը պլանկցելու հազար ներողություն, որ ուղղակի վիրավորանք է, ոչ միայն եկեղեցու, այլ նաև ժողովրդին, որ ահա ինչ կասեմ, կուզեմ կասեմ, դի հավատաս ուզես չուզես։ Առաջին հարցին հետակից եկանք։ Իսկ բռնակալական երկրներում ինչպես է լինում։ Բռնակալական երկրներում իրավապահ համակարգը դառնում է քաղաքական իշխանությունների գործիք։ Այո, ԱԱԾ-ին կուղարկեն, որ եկեղեցականների հետ զրուցի։ Չեմ բացառում, որ կուղարկեն լրատվամիջոցներ, որ լրատվամիջոցների հետ զրուցեն։ Դա է։ Կգտնվեն հայր գապոններ։ Չեմ բացառում։ Այսինքն արդեն գտնվել են։ Ճիշտ է մեղադրել այդ հոգևորականներին, ովքեր համաձայնում են զեղչել։ Գուցե նրանք էլ ճնշումների տակ են, պարոն Խաչատրյան։ Իսկ Արշակ Սրբազանը ճնշման տակ չէր։ Իսկ մամուլը ճնշման տակ չի։ Չի նշանակում։ Եթե ճնշման տակ է, ուրեմն ասա ճնշումն այնքան մեծ է, որ չեմ կարող կատարել իմ պարտականությունները։ Դիմի վեհապարին կարգալույց եղի, ավազանի տանը վերցրա, գնա, ասում են Հայաստանում այդքան գործ կա։ Գնա ուրիշ գործով զբաղ։ Ամեն պաշտոն, ամեն պատասխանատվություն, ամեն դիրք իր պարտականությունները, իր պատասխանատվությունները ունի։ Համ ուզում ես կոչվես հոգևորական, համ ուզում ես քեզ ոչ ոք չճնշի, այս պայմանն է։ Ամբողջ պատասխանեցի, թե ինչ որ բան բաց մնաց։ Երկու հերոստանգերություն։ Արոն Խաչատրյան, ընդդիմությունը այստեղ չի տեսնում իր մեղքը, որ Փաշինյանը արդեն հասել է կաթողիկոսին։ Նկատի ունեմ, որ չկարողացան ժամանակին հեռացնել, որովհետև փորձեր արվել են։ Դե եթե փորձեր արվել են, այս իրավիճակում դուք ինչ ելք եք տեսնում, ընդդիմությունը ինչ պետք է անի, պետք է օրակարգ թելադրի Նիկոլ Փաշինյանը եւ ընդդիմությունը գնա այդ օրակարգի ետևից, թե գուցե դուք նաեւ հիմա օրակարգ թելադրեք։ Չէ, մենք մեր օրակարգը ունենք, այլընտրանքային օրակարգը ներկայացրել ենք։ Իդեպ մենք հենց մեր քաղաքական ուժն է, որ դաշնակցն է դեռևս 19 թվականին
երբ բոլորը ասում են վերև Աստված ներքև Նիկոլ Փաշինյան կամ չէ, երկուսն էլ հավասար ինչ որ միտեղ հորիզոնի վրա։ Մենք էինք ասում, ժողովուրդ բռնակալություն է գալիս։ Մենք էինք 20 թվին պայքարում, 21, 22, 23, 24, 25 թվին։ Հիմա դատարանի բակում ովքեր են։ Մերոնք են, չէ, մերոնք են։ Մերոնք են դատարաններում, մերոնք են զնդաններում։ Այլ խնդիրը, որ հիմա մենք տեսնում ենք, որ հասարակական ճնշումը չգեներացվեց։ Նիկոլ Փաշինյանը թեպետ ասում է չեք ուզում հեղափոխություն արեք, բայց մարդիկ որ հավաքվում են, տեսնում եք ինքը ինչ հակահեղափոխություն է իրականացնում։ Գնում ենք դեպի ընտրություններ, ճիշտ է չենք բացառում, որ այս 7 ամսվա ընթացքում ինչ որ զարգացումներ կարող է լինեն եւ օրենքը մեզ հնարավորություններ է տալիս հակազդելու։ Բայց գնում ենք դեպի ընտրություններ եւ նաեւ աշխատելու ենք կոչ ենք անելով, որ բնակչությունը մասնակցի ընտրություններին, ինչ որ մենք տեսանք վաղար շաբաթում, ինչի Նիկոլ Փաշինյանի տեխնացուն անցավ։ Ճիշտ է, ընտրողների 22%-ն էլ չի հավաքել, որովհետեւ մասնակցությունը քիչ է։ Այսինքն, ուղղակի կոչ ենք անելու մարդկանց գնալ եւ մասնակցել։ Ընդդիմադիր դաշինքներ ձևավորել, այլ ոչ թե ձայները փոշիացնել, որովհետեւ այդ բոնուսի արդյունքում է, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ ազգային ժողովում ունի ընտրողների ներողություն, падգամավորների 2/3։ Այն դեպքում, երբ ժողովրդական քվեարկությամբ 53.9%-ներ հավաքի։ Խնդրեմ Նյուզայեմ։ Պարոն Խաչատրյան։ Իդեպ ներողություն եմ խնդրում, Նիկոլ Փաշինյանը 2-3 տարի առաջ ասել է ածը գնա սատանա բռնի։ Երևի դա էլի փորձում է եկեղեցու մեջից են սատանաներին գտնեն, որ վեհապարյանը զեղչեն։ Այդ հրամանի շարունակությունն է։ Պարոն Խաչատրյան, քիչ առաջ իշխանական падգամավորները լրագրողներին մեղադրում են, թե ինչու ենք մենք օրինակ եկեղեցու թեման օրակարգային դարձնում եւ նախագծերից չենք խոսում։ Մեղադրանքը մեզ էր ուղղված հիմա մենք ենք օրակարգ դարձրել եկեղեցու հարցը եւ երկրորդ դուք ձեր խոսքում նշեցիք, որ Հայաստանը բռնապետական երկիր է դարձել։ Նիկոլ Փաշինյանը եւ ընդհանրապես ԿՊԱ-ականները մշտապես ասում են, դե եթե բռնապետական ենք, դուք այստեղ ինչ գործ ունեք, ո՞նց եք խոսում։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ էլ ասում էր բոլորդ եթե հավատան մամուլին ինչ ամեն ինչ գրում են, դուք բոլորդ ԱԱԾ պատվալներում կլինեք։ Էնպես որ սպասենք, հա, երևի։ Ռուզան, իսկ բռնակալական երկրներում էլ ինչպես է լինում։ Եկեղեցուն են ճնշում, ընդդիմությանն են ճնշում, մամուլին են ճնշում։ Գիտեք, ասում է չես կարող լինել կիսահղի։ Չէ՞։ Եվ մամուլը չի կարող լինել կիսաազատ։ Ինքը կամ ազատ է եւ գրում է բաներ, որը մեկին դուր է գալիս, մյուսին դուր չի գալիս։ Կամ պրավդա է, որը գրում են ինչ որ Կրեմլից ասում են գրի։ Հիմա որպես ազատ մամուլի ջատագով ես ասեմ, այո, գրեք, իմ մասին էլ գրում են, չէ՞ բաներ, որոնք իմ դուրը չեն գալի։ Բայց ես հասկանում եմ կամ կա այս այլընտրանքը, կամ կա պրավդան, տրիբունա լյուդու, ռաբոտնի չեսկո ձելո։ Լավ, դրանք այլընտրանքը։ Այնպես որ ինչի եք զարմանում, որ բռնակալական երկրում մարդիկ իրենց պահում են ինչպես բռնակալական երկրում իշխանությունները։ Հիմա մյուս հարցին։ Եկեք սովետի ժամանակվա մի անեկդոտ պատմեմ։ Ուրեմն Նադեժդա Կրուպսկան գնում է պիոներների հետ հանդիպան եւ ասում է Լենին պապիկը շատ բարի է։ Պիոներներից մեկն ասում է բարության մասին մի բան կպատմեք։ Ասում է դե մի անգամ ինքը Սակոլնիկիում նստած գիրք էր կարդում, երեխեքը ֆուտբոլ էին խաղում, գորգորում էին, Լենինին ջղայնացնում էին։ Վեր կացավ ասա, մեկին բռնեցնես, տվեց sense քիթից արյունը ֆշաց։ Ասում է լավ, բա դրա բարությունը ո՞րն է։ Ասում է կարար չէ իր անել սաղ ընտանիքներ գնդակահարեր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, լինելով իր էությամբ նեոբոլշևիկ, հայտնի վարքագիծն է դրսևորում։ Գոհ եղեք, որ դեռ շնչում եք։ Եվ դա նույն բռնակալական երկրում բռնակալի վարքագիծը։ Այսինքն բռնակալական երկրում բռնակալի վարքագիծը հենց դա է։ Զարմանալու բան չկա։